Շնորհակալ եմ Հայկ Գրիգորյան։ Տիկին Բաբան, ես երկու հարց ունեմ։ Մեկը վերաբերվում է Transparency International կազմակերպության կողմից պատրաստված զեկույցին, ուզում եմ իմանալ արդյոք տեղյակ եք այդ զեկույցից, որը մասամբ վերաբերվում է նաև թափանցիկությանը բյուջեի պլանավորման ոլորտում, եւ արդյոք այս ծրագիրը, որը ներկայացրել եք, ներառում է առաջարկներ որոշակի այդ զեկույցից, թե միայն սա տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունով պայմանավորված նախաձեռնություն է, եւ երկրորդ հարցը այս զեկույցը այս ծրագիրը բավականին ծավալ ուներ, ես ուզում եմ հասկանամ ինչի է այդ ծրագիրը նախագիծը ներկայացվում նիստից 1-2 օր առաջ, 3 կարծեմ ներկայացվել իրավական հանձնաժողով, ուզում եմ հասկանամ դուք երբ եք ավարտել ծրագիրը եւ քանի օր առաջ եք ներկայացրել քաղաքապետարան, արդյոք ձեր թերացումն է, որ ուշ եք ներկայացրել, թե քաղաքապետարանի աշխատակազմի, որ ուշ է այդ փաստաթուղթը ներկայացնում ավականու անդամներին։ Խնդրեմ Տիկին Բաբան։ Շնորհակալություն հարցերի համար։ TI-ի զեկույցներին որպես այդպիսին ծանոթ եմ բնականաբար, վերջին զեկույցը մանրակրկտորեն չեմ ընթերցել, բայց ընդհանուր առմամբ եւ ընդհանուր գծերով ծանոթ եմ։ Ես ուզում եմ մի փոքր նաև միգուցե հստակեցում մտցնել, ինչպես է այս գործողությունների ծրագիրը ձևավորվում։ Դա ոչ թե քաղաքապետարանի, ծիգի, աշխատակազմի ըստ էության ցանկություններն են կամ գործողություններն են կամ առաջարկներն են, այլ այս ամբողջ ծրագիրը ձևավորվում է հանրային հաղորդակցության եւ քաղաքացիներից եւ հանրությունից եւ քաղաքասարակությունից ստացված առաջարկների հիման վրա, այսինքն բաց կառավարման գործընկերության հարթակի առանձնահատկությունը նաև հենց դրանում է, որ ծրագրերը ձևավորվում են խոր մասնակցային եւ համաստեղծման գործընթացի արդյունքում։ Ի նկատի ունեմ այստեղ որևէ դրված կամ խմտածված կամ որևէ բան չի եղել, հենց հատուկ այս գործողությունները պլանավորել այս ծրագրի շրջանակներում։ Դա որոշակի գործընթացի արդյունքում ձևավորված աշխատանքային պլան է ըստ էության։ Եվ ինչ վերաբերում է հրատապությանը, ըստ էության ծրագրի շուրջ աշխատանքները տարվել են 24 թվականի վերջին մի քանի ամիսների ընթացքում, դեռևս 24 թվականի դեկտեմբերին ծրագիրը պատրաստ է եղել ավականու օրակարգ մտնելու, բայց ես երեկ էլ իրավական հարցերի հանձնաժողովում այդ հանգամանքը նշեցի, մենք որոշակի ժամանակ ծախսեցինք իրավաբանական վարչության հետ փորձելու գտնել մեխանիզմներ ծրագրի հաստատման, որովհետև այս պահի դրությամբ պան Մարգարյանը իհարկե ինձ կլրացնի եւ կուխի, եթե ես իրավական տեսակետից ճշգրիտ չարտահայտվեմ, բայց այս պահի դրությամբ երթիմ օրենսդրությունը եւ այլն որոշակի լիազորությունների կամ իրավասությունների տեսակետից էինք քննարկում, թե այս ծրագիրը ինչ խողովակով պիտի հաստատվի, որովհետև այս մասով կարծես թե ինստիտուցիոնալ հստակությունը վերջնական չէ, որևէ մեկը ըստ էության որպես այդպիսին մեղավոր չէ կամ չի թերացել իր աշխատանքում։ Արձագանք։ Այսինքն կարող ենք փաստել, որ դուք Transparency International-ի ծավալուն զեկույցից որևէ բան չեք ներառել ձեր նախագծի մեջ, իսկ կարող եք թվարկել քանի քաղաքացու առաջարկներ է մոտավորապես ստացվել, այսինքն որ ասում եք մշակվել է ամբողջությամբ քաղաքացիներից 10 հոգու մասին է, թե 1000 հոգու մասին է։ Քանի քաղաքացու չեմ կարող ասել, բայց ես նշեցի, որ 200 մոտ առաջարկ ստացվել է, ընդ որում տարբեր ձևով եւ հարթակում տեղադրվելով, եւ հանրային խորհրդակցությունների, եւ ֆիզիկական հանդիպումների, եւ համաստեղծման գործողությունների արդյունքում, եւ նաեւ ֆիզիկական միջավայրում դրսում այդ գործընթացը կազմակերպելու հավաքագրվել են այդ 200 առաջարկները։ Ուղղակի այստեղ եւ մի առանձնահատկություն էլ նշեմ ծրագրի, ոչ բոլոր առաջարկներն են ստացված, որ հնարավորություն ունենք այս հարթակում եւ այս ծրագրի շրջանակներում ներառել, որովհետեւ մենք ստիպված ենք հետեւել գլոբալ
տեղական կառավարման գործընկերության սկզբունքներին, այսինքն թե ինչ բնույթի առաջարկներ եւ ինչ բնույթի գործողություններ են ներառում ծրագրում, այստեղ այնպես չի, որ մենք լիակատար ազատություն ունենք ամեն ինչ ներառել կամ չներառելու հարցում։ Շնորհակալ եմ Վահան Ավագյան։ Ճիշտ ասած, շատ դրական միտում եմ տեսնում այդ ինտեգրացիան տարբեր հարթակներում, նույն այս հարթակը շատ դուրս գալիս է, շատ ճիշտ հարթակ է, բայց մեր մոտ ոնց որ Երևանում ավելի շատ են դեռ пассив քաղաքացիները, բայց կուզենամ նույն զարգացման ծրագրի մեջ ներառենք նաև առաջարկ, հա, որպես տենց գլոբալ առաջարկ աչափնյակի բնակիչների կողմից զարգացման ծրագրի մեջ ներառենք Ծիծեռնակաբերդի խճուղու լայնացնենք մոտավորապես 3 մետրով, հա, ինչ որ մի կողմից, այն կանաչ կողմից եւ կամուրջնել մեծացնենք, որովհետեւ իմանալով որ օրբելիում մաշինարարություն լինելու եւ այլն, այսինքն քաղաքը զարգանում է, բայց ճանապարհները նեղ են մնում։ Ես առաջարկում եմ այդ զարգացման ծրագրի մեջ, եթե հնարավոր է, ես չգիտեմ տեխնիկի ոնց է, ներառենք այդ Ծիծեռնակաբերդի ուղին այդ խճուղին լայնացնենք եւ ես իշքան տեղեկացված եմ սեպտեմբերին արդեն այդ փլուզված հատվածն էլ վերականգնված պետք է լինի միանգամից սա եմ առաջարկում եւ մեր ֆրակցիան կողմ է քվեարկում այս լավ նախագծին։ Ես կարձագանքեմ Տիկին Բաբայան, պարոն Ավագյան, Ծիծեռնակաբերդի խճուղի ու փլուզված հատվածում ամրացման աշխատանքները ավարտվել են, բայց այնուամենայնիվ հարակից հատվածներում նույնանման ռիսկը դեռ առկա է, դրա համար ամբողջապես այդ հատվածը չի բացվել եւ լուծումներ են Սեպտեմբեր դրա համար նշեցի տեղյակ շարունակության համար ճանապարհների մասով իհարկե բաց գործընկերության գործընկերության հետ ուղիղ կապ չունի, բայց նույն Տիկին Բաբայանենց հոակը նաև իրականացում է Իսակը Վարշակունյաց ծրագիրը, որի մրցույթը, եթե չեմ սխալվում, կայացել է, շինարարության մրցույթը արդեն իսկ կայացել է եւ արդեն իսկ մենք մեծ հավանականությամբ այս տարի պետք է մտնենք շինարարության փուլ, եթե այլ բյուրոկրատական խոչընդոտներ այդ Ծիծեռնակաբերդի խճուղին լայնացման թե այլ լայնացման այլ ծրագիր է, սա Իսակը Վարշակունյանը։ Ես առաջարկում եմ նաև Ծիծեռնակաբերդ։ Շնորհակալ։ Դա էլ կա։ Շնորհակալություն։ Արամ Թորոսյան։ Թվայնացման հետ կապված շատ կոնկրետ հարցադրում, չգիտեմ, այս ծրագրի շրջանակներում թե ընդհանրապես քաղաքացիների հատուկ սպասարկման հոակը տենց նախնադարյան ինչ-որ տրամաբանությամբ աշխատում, թղթեր ժեկի թուղթով են ճշտում ընդեղ այդ մարդը կապված է մահացածի հետ կամ ինչ-որ, չգիտեմ, բանի զինվորական գրքույկով եւ այլն, այսինքն պետք է դա թվայնացնել ամբողջական եւ ունենալ պատկերը թվայնացված թե վայրերի գերեզմանատների եւ թե մարդկանց ունեցած իրավունքների հետ կապված այդ հատվածում։ Դրա հետ կապված որևիցե աշխատանք կա, նախատեսված է թե ոչ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան։ Գալիք երկուշաբթի օրը, պարոն Թորոսյան, մենք հայտարարելու ենք ես նախագծի մեկնարկի մասին, Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ որ արդեն իսկ մենք գրեթե բոլոր ծառայությունները մեր թվայնացված դեռևս web ֆորմատով ունենալու ենք, մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք բոլոր մեր քաղաքի կողմից բոլոր մատուցվող ծառայությունները բոլոր հնարավոր, այսինքն գրեթե ենթադրում եմ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու եւ մինչեւ տարվա վերջ պլանավորում ենք, որ ես հարթակը ունենա հավելվածներ եւ Android-ի եւ iOS-ի համար, ինչ վերաբերում է հատուկ սպասարկման հոակին, անպայմանորեն հարցին կանրադառնանք ոչ միայն բուն թվայնացման մասով, այլև կանրադառնանք նաեւ հենց բիզնես process-ների պարզեցման մասով, որտեղ որ հնարավոր է, օրինակ մասնավորապես, եթե ինչ-որ մի թուղթ ուզում ենք, բայց այդ թուղթը կարող ենք մեր interoperability հարթակից ստանալ, EKG-ից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք։ Արձագանք։ Պարոն Ավինյան, այսինքն որ հարց չտայինք, այդ եսի մասին չէինք իմանալու կամ ասենք ոնց է աշխատվում էլի ավագ։ Կիմանայիք երկուշաբթի օրը, պարոն Թորոսյան։
այս գալիք երկուշաբթի, այսինքն սաղ ծրագիրը մտածված, որոշված, նույնը մեր բաների հետ էր կապված, հա, ուրեմն թվայնացման մեր ավտոբուսների վճարների հետ կապված, սաղ իմացանք, ուշ իմացանք, առաջարկ արեցինք, չընդունվեց, խնդիրներ եղան, հիմա նույն մաղթում եմ հաջողություն, բայց դուք ավականու հետ շատ վատ եք աշխատում, հարգելի իշխանավոր, այ գրեթե չեք աշխատում։ Պարոն Թորոսյան, ցավում եմ, որ այդ կարծիքն ունեք, մենք աշխատում ենք նույնիսկ չբարձրաձայնած ձեր հարցերին լուծումները տալ եւ երկուշաբթի օրը, եթե ներկայացված զեկույցի վերաբերյալ թեկուզ մեկ հարց կունենաք, մեծ հաճույքով մենք կլսենք ձեր կարծիքը դրա մասին։ Հայկ Միրզոյան։ Շնորհակալություն, ըստ էության նախագիծը մեր քաղաքացիների մասնակցության մասին է Երևանում կատարվող ծախսերի ուղղությամբ, այսինքն տարբեր ոլորտներում, երբ որ որոշակի ծախսեր ենք պլանավորում, քաղաքային իշխանություն որոշակի ծախսեր է պլանավորում, այդ ծախսերի պլանավորմանը քաղաքացիների համար գործիքներ ենք ստեղծում, որ իրանք էլ մասնակցեն, առաջարկներ անեն եւ այլն։ Ես կուզենայի իմանայի նշեցիք, որ 4 ոլորտներ է, ոնց որ մինչև հիմա արվել, կուզենայի նաև քաղաքեր անդրադառնայիք, որ ոլորտներն են, ապագայում գալիք 3 տարվա ընթացքում որ ոլորտներն են նախատեսում, որտեղ որ քաղաքացիները կարող են ուրեմն առաջարկներ անել եւ նաև նշեցիք, որ գլոբալ կառավարման այս process-ների մեջ կան սկզբունքներ եւ ամեն առաջարկ չի, որ համապատասխանելու է այս ֆորմատին, կուզենայի իմանայի ինչ տիպի նաև առաջարկներ կարող են քաղաքացիները ներկայացնել, որպես ընդհանուր մեր քաղաքացիներին է պարզ դառնա, թե ինչպես են իրենք մասնակցելու եւ ինչ ոլորտների ուրեմն զարգացմանն իրենք մասնակցություն ունենալու կոնկրետ իրենց առաջարկներով։ Շնորհակալություն։ Ընտրեմ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, ուրեմն առաջարկները շատ բազմաբովանդակ են եղել, ըստ էության սկսած ամենամտահոգող թեմաներից, դե ակնհայտ է, երբ որ հանրությանը ասում ենք առաջարկներ տվեք քաղաքային ծրագրերի պլանավորման համար, մարդիկ առաջինը ըստ էության իրենց կյանքի հարմարավետության եւ առօրյայի հետ կապված բնականաբար հարցեր եւ առաջարկություններ են բարձրացնում եւ բնական է եւ օբյեկտիվ է, որ հիմնականում առաջարկները վերաբերվել են բնականաբար տրանսպորտային հարցերին, իրենց համայնքային, այսպես ասած, ծառայությունների բարելավմանը եւ պետության հետ եւ համայնքի հետ շփումներին եւ հաղորդակցմանը, ծառայությունների մատուցմանը եւ այլն, այսինքն հարցերի գերակշիռ դոմինանտ մասը վերաբերել է ըստ էության այն հարցերին եւ տարբեր ոլորտներին, թույլտվություններ, ծառայություններ, ինչպես որ նշվեց, տարբեր ոլորտներում, ինչպես է քաղաքացին ծառայություն ստանում համայնքից եւ համայնքային իշխանություններից եւ վարչական շրջաններից։ Հիմա հենց դա է պատճառը, որ մենք այդ բոլոր առաջարկությունների համախմբության ըստ էության արտացոլումը տեսել ենք թվային փոխակերպման տիրույթում, այսինքն պարոն քաղաքապետի կողմից նշվեց ես հարթակը ծառայությունների թվայնացման եւ ծառայությունները հասանելի, մատչելի դյուրին դարձնելու քաղաքապետարանի ջանքը, որը ըստ էության մեր համոզմամբ պիտի որ լուծի էական խնդիրներ եւ բյուրոկրատիայի առումով եւ այսպես կոչված red tape-ի, որ գրականության մեջ հայտնի է առումով եւ քաղաքացի համայնք վստահության միջավայրը բարելավելու առումով հիմնականում սա է եւ ըստ էության Երևանը այստեղ մենակ չի, ամբողջ աշխարհն է եւ պետությունները եւ համայնքներն են գնում տվյալահեր եւ թվային հենքով ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև Երևանը, եւ իդեպ մենք հույս ունենք, որ առաջիկայում կայանալիք գագաթաժողովին Երևան համայնքը միգուցե հնարավորություն կունենա նաև իր փորձը միջազգային հարթակներում ներկայացնելու թվային ծառայությունների եւ թվային երկվորյակի կամ թվային քաղաքի ձևավորման առումով։ Արձագանք։ Բայց այսինքն այսօր էլ երբ որ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացին ինչ-որ խնդիր է բարձրացնում եւ հետո տեսնում է թե իր խնդիրը ինչ լուծում ստացավ, նմանատիպ ոնց հասկացա նմանատիպ գործիքներ են ստեղծվելու, որի շնորհիվ շատ ավելի արագ է այդ պատասխանները լինելու, այսինքն բյուրոկրատական այդ խնդիրները մնալու են հետևում եւ ըստ էության շատ ավելի արագ է այդ հարցերին լուծում տրվելու, ըստ դրա էլ հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը բարձրանալու, այս ճիշտ եմ չէ հասկանում։
Միանգամայն ճիշտ, այո։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, հիշեցում հավաքանու հարգելի անդամներ, մենք ունենք մտքերի փոխանակության գործընթաց, հենց հավաքանու նիստից միանգամից հետո եւ հետեւապես խնդրում ելույթների գրանցման ժամանակ խոսել հենց բուն հարցի վերաբերյալ, ելույթների ժամանակ անդրադառնալ բուն հարցին, որովհետեւ ազատ ֆորմատի ելույթներ մենք ունենալու ենք հենց միանգամից այս նիստից հետո, ելույթների համար գրանցում։ Խնդրեմ Տիկին Բաբայան նստեք։ Հայկ Գրիգորյան, խնդրեմ։ Քանի որ քաղաքային իշխանությունը անտեղյակ է Transparency International կազմակերպության կողմից հրապարակված մանրակրկիտ զեկույցից, որը եթե չասեմ ամբողջությամբ գոնե 80-90%-ով շատ դիպուկ ներկայացնում է այն բացերը, որոնք կան քաղաքային իշխանության կառավարման ոլորտում, այդ միջոցառմանը մասնակցում էր նաև կարծեմ քաղաքապետարանից քաղաքապետի տեղակալը, բայց ես ուզում եմ հետևյալ առաջարկությունը անեմ, այդ զեկույցը իմ մոտ կա, բայց ձեր մոտ էլ կա, հրապարակված էլ է, այդ զեկույցից ես մի քանի կարևոր կետեր կնշեմ հիմա, բայց ես առաջարկում եմ իրանց զեկույցը ամբողջությամբ դարձնել ավականու նիստի քննարկման առարկա, դա կլինի թե արտահերթ նիստի տեսքով, թե կլինի հերթական նիստի հարցերից մեկը լինի, ամեն դեպքում իմ համար կարևոր խնդիրներից են, որոնք մատնանշվել են, օրինակ վարչական շրջաններում, թաղապետարաններում կազմակերպվող հանրային լսումների ձևական իմիտացիոն մասնակցության դրսևորումները, որոնք համատարած բնույթ են կրում, ես դա որպես ականատես եմ ասում, որտեղ մասնակցել եմ բազում լսումների, մասնակցում են այդ լսումներին միայն այն մարդիկ, որոնք որ թաղապետարանի հետ են կապակցված կամ քաղաքային իշխանություն, այսինքն ավականիներ կամ թաղապետարանի ինչ-որ հողակների աշխատակիցներ, այսինքն իրազեկում այնքան վատ է, որ այն շահագրգիռ համայնքը, ազդագիր համայնքը, որին որ վերաբերվելու է որոշակի շինարարություն, իրանք անտեղյակ են։ Երկրորդը, բացի այդ ձևական մասնակցությունից, այդ մասնակցության արդյունքում չկա նաև իրավական հետևանք, այսինքն մասնակցում ենք հանրային լսումների, եթե այդ շենքի բակի բնակիչները կամ բոլորն դեմ լինեն, միևնույն է այդ հանրային լսման արդյունքում կազմվելու է մի հատ արձանագրություն, որտեղ գրվելու են լավ բաներ ու ընթացքը շարունակվելու է շինարարության եւ մյուս աշխատանքների։ Transparency International-ը նաև շատ լուրջ առաջարկներ է անում Երևանում որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության եւ թափանցիկության մասով, այդ թվում առաջարկում են, որպեսզի այդ հանրային լսումների արձանագրությունները հրապարակվեն, լինեն հանրային, այսինքն դրվեն կայքեջում։ Նրանք նաև առաջարկում են, որ Երևանի ավականու մշտական հանձնաժողովների օրակարգերը եւս հրապարակվեն, հանձնաժողովների նիստերը հեռարձակվեն, որ հեռարձակվում են ավականու նիստերը, ընդլայնվեն ավականու նիստերին մասնակցության հնարավորությունները հասարակության համար։ Ձեզ ասեմ, որ օրինակ նույն մարզային համայնքներում, որտեղ կա ավականիներ, ավականու նիստերին կարող են մասնակցել բնակիչներ։ Այսինքն ես հասկանում եմ, որ Երևանը մեծ է, բայց կարող է ունենալ մի հատ ընթացակարգ, որով եթե Երևանի բնակիչը նախորդ գրանցվի կոնկրետ հարցի մասով արտահայտվելու հնարավորություն տանք, դա հասկանում եմ, որ ենթադրում է նաև դահլիճային պայմաններ եւ այլն, բայց կարծում եմ կարևոր ինստիտուտ է, որովհետեւ եթե մարզերում դա անում են իրենց սուղ պայմաններով, ես վստահ եմ, որ Երևանը իր ահռելի բյուջեով կարող է դա իրեն թույլ տալ։ Transparency International-ը նաև առաջարկում է նվազեցնել քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների կողմից անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկանքներ տրամադրելու պարտականությունը, որովհետեւ ներկա կարգավորումներով դրանք շատ խիստ են, պահանջում են որոշակի 1/3-ի պահանջով հանձնաժողովի անդամների կողմից եւ այլն, այսինքն առաջարկվում է յուրաքանչյուր ավականու անդամի հնարավորություն տալ ծանոթանալու այդ փաստաթղթերին, որոնք այլ կերպ հասանելի չեն։
Կան մի շարք այլ նաև կարևոր հարց համայնքի ավականու անդամների վարքագծի կանոնագրքի մասին, որը որ ինչպես կհիշեք, ես ներկայացրել էի նախագիծ, իշխող ուժը մերժեց նախագիծը, ասեց, որ իրենք կմշակեն, բայց արդեն հեսա 2 տարին կանցնի, մենք չունենք ավականու անդամների վարքագծի կանոնակարգ, որը համընդհանուր ընդունված բան է եւ այս առաջարկների մեջ եւս նշվում է։ Եվ կան բազմաթիվ այլ հարցեր, ես չթվարկեմ հիմա բոլորը, իրականում շատ արժեքավոր աշխատանք է մեծ թիմի աշխատել, բավականին երկար ժամանակ, առաջարկում եմ սեպտեմբերի նիստի օրակարգում ընդգրկել այդ հարցը կամ ամառվա արձակուրդների ժամանակ հրավիրել արտահերթ նիստ եւ քննարկել մանրակրկիտ այս զեկույցը։ Շնորհակալ եմ արտահերթ ելույթով Սուրեն Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ձեր ելույթի հենց առաջին մասը շատ ինքնահակասական էր, չեմ պատկերացնում ոնց է հնարավոր առաջին նախադասության մեջ պնդել, որ քաղաքային իշխանությունը ընդհանրապես զեկույցից տեղյակ չի, երկրորդ նախադասության մեջ ասել քաղաքապետի տեղակալը զեկույցի ներկայացմանը ներկա էր։ Ձեր կանխավարկածը որն է, որ լսել եմ, չեմ հասկացել ինչ են ասում, թե հայերեն կարդալ չգիտեմ, այսինքն որ տարբերակն է, էլի չգիտեմ։ Ու ես առհասարակ ձեզ ուզում եմ ասել, որ իհարկե ցանկացած ավականու անդամ ինքն է որոշում ինչ ելույթ ունենա, բայց Transparency International-ի գործընկերների հետ շփվելու մասով առնվազն մենք ձեր միջնորդության կարիքը չունենք, որովհետև հենց իմ ներկայությունը ձեկույցի ներկայացմանը վառապացույցն է, որ շատ ուշադիր ենք, լսում ենք, ինչը չի նշանակում, որ բոլոր կետերի հետ համաձայն ենք, տեղ կա հարց ենք բարձրացնում, տեղ կա ընդունում ենք, ու ասենք նույն այդ հանրային լսումների ոչ բավարար ներգրավվածության մասում, հենց այդ քննարկման ժամանակ ես ասել եմ, որ այդ քննադատությունը ընդունում եմ ու կարծում եմ, որ դրա մասին ավելի պատշաճ հանրային իրազեկում պետք է լինի, բայց դա ձեզ չխանգարեց նորից երկրորդ անգամ վստահ եմ նաև շարունակաբար այդ միտքը էլի հնչեցնել։ Հենց որ վստահ եղեք, որ տեղյակ ենք զեկույցին, այդ Տիկին Բաբայանը իր շատ զբաղված գրաֆիկում հենց զեկույցի բոլոր կետերին ծանոթանալու ժամանակ չի գտել, դա չի նշանակում, որ Երևանի քաղաքապետարանը դրանից տեղյակ չի։ Եվ մի այլ հանգամանք եմ ուզում, թեմա եմ ուզում անդրադառնալ, Տիկին Աբգարյան, ճիշտ ասած, ես անկեղծ այդ ինչ-որ քննարկումներ եղել է որոշակի առումով, առաջին անգամ դուք հրապարակային բարձրաձայնեցիք, ես պատասխանեմ։ Այդ անընդհատ ակնարկները, որ ակտիվ քաղաքացի հավելվածը ձեզնից շատ ավելի վաղուց ստեղծվել եւ այլ, ես ուզում եմ մի հատ բան հասկանում, այդ ինչի համար եք անում, էլի, որ ինչ ֆիքսվի։ Եթե դուք մտածում եք, որ այդ ակտիվ քաղաքացի հավելվածի գաղափարի հեղինակը դուք եք, ես ուզում եմ հասկանամ, օրինակ Մոսկվայի քաղաքապետարանի կողմից ակտիվնի գրաժդանին հավելված է 2014 թվականի, էլի Հայկ Մարությանն է ստեղծել, ուզում եմ հասկանամ, այդ էլ եք դուք արել։ Հիմա կամ ուրիշ բան չեմ հասկանում, ձեր կարծիքով, եթե մենք օրինակ ինչ-որ միտք ունեինք արված աշխատանքը, ասենց նենգաբար սեփականաշնորհելու եւ որպես մերը ներկայացնելու այդ նույն անվանումը ինչի ենք պահում։ Ասենք Երևան քաղաքի մի ամբողջական բրենդբուք եք մշակել, մտածում եք մի հատ լոգո չենք կարա փոխեինք ներկայացնենք։ Չէ, ուղղակի այո, ինչ որ աշխատանք արվել է, մասնավորապես ես ձեզ ասեմ, այո, Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ եղել է հարթակ, որով քաղաքացիները ներկայացվել են առաջարկներ եւ դրանք հետագայում պետք է իրականացվենք, տարբեր կարծիքներ կան, ինչքանով են իրականացել, ինչքանով չեն իրականացվել, բայց բջջային հավելված, որը ամենօրյա խնդիրների մասին քաղաքացին կհայտնի, որը մեր հիմնական ակտիվ քաղաքացի, որ ասում ենք, մարդիկ հիմնականում այդ հավելվածն են ճանաչում, ու այդ է մեր աշխատանքի գործիքը, տենց բան չի եղել պարոն Մարությանի ժամանակ։ Եվ այդ ժամանակ իմացենք ժամանակին եղել է նախագիծ, շարունակել ենք